կատարիր գնումների իդեալ համակարգի խանութ սրահներից եւ յուրաքանչյուր 290,000 դրամ գնումների դիմաց ստացիր 29% զեղչ եւ լրացուցիչ 29,000 դրամի ապրանքներ քո ընտրությամբ։ Արցախ, Հայաստան, Ադրբեջան, փոխադրած մեղադրանքներ եւ փոփքորն նախընտրական բանավեճ։ Արմավիրի մարզում խուզարկություններ են։ Ռուսաստանից ընտրակաշարքով եկողները արդեն ձերբակալվում են։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը արտերկրում բնակվող Հայաստանի քաղաքացիներին ընտրակաշարք է տվել Հայաստան տեղափոխելու եւ իրենց օգտին քվեարկելու համար։ Մոսկվան շարունակում է սանկցիաները Երևանի նկատմամբ, Ռուսաստանը այսօրվանից սահմանափակում է Հայաստանից առաքվող կորիզավոր մրգերը։ Հայաստանի միջազգային գործընկերները արձագանքում են Ռուսաստան չարտահանված հայկական ապրանքների հնարավոր ընդունման հարցով, իսկ մնացածի համար կառավարությունը սուբսիդավորման ծրագիր է անելու։ Ռուսաստանը նպատակ ունի վնասել Հայաստանի տնտեսությանը եւ ազդել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։ Եվրամիությունը դատապարտում է Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշման ցանկացած փորձ։ Բարի կեսօր, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, ուղիղ եթերում մեկնարկում ենք կարևոր թեմաների քննարկումը։ Եվ այսպես հանրային հեռուստաընկերության եթերում տեղի է ունեցել նախընտրական բանավեճ ազգային ժողովի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջև, բանավեճի ընդհանուր տրամաբանությունը մի քանի վայրկյանում։ Եվ այս ոչ թե ոչ, ես ձեզ ինչ էքսպրոպրիացիա։ Հանգիստ պարոն, Մարդու թափ հանգիստ պարոն, չեղավ պարոն Աբովյան, պարոն Աբովյան, դուք արաբառն եք օգտագործում և պարոն Աբովյան չեղավ, պարոն Աբովյանը զրկվում է խոսքի իրավունքից, վերջ, անջատեք պարոն Աբովյանի միկրոֆոնը, պարոն Աբովյան, վերջ, ձեր միկրոֆոնը անջատված է, քաղաքացիներ ձեզ չեն լսում, պարոն Անանյան։ Հետո Արամ Մանուկյանի եւ Ալեն Սիմոնյանի միջև գրքերը բորբոքվեցին, երբ Մանուկյանը խոսելով Արցախի մասին հայտարարեց, թե գրավել են այն։ Ինչն էիք գրավել, նոր բառ ասացիք, ականջս ծակեց, պարոն Մանուկյան։ Ինչն էիք գրավել, որ ասիք գրավել ենք։ Մեր գրավվածը, նոր մի քիչ առաջ ասացիք, մեր գրավվածը։ Ինչ էիք գրավել։ Սրա մասին է խոսքը։ Ասեմ, ինչն էիք գրավել։ Ինչ որ բան էիք ասում, կարող եք կրկնել ինչն եք գրավել։ Մենք կարող ենք միջամտել։ Միգուցե ազատագրել էիք։ Մենք կարող ենք միջամտել։ Ինչի մասին եք խոսում։ Մի հատ քիչեցեք խնդրում։ Ասիք մեր գրավվածը, ինչ նկատի ունեք։ Պարոն Սիմոնյան։ Բախիչը ճանաչեցիք ձեր գրավվածը։ Հա, 42,000-ի մասին։ Ուզում հասկանամ գրավվածը թե ազատագրածը։ Մանուկյան, Գրավվածը թե ազատագրածը։ Այդ որ ձեր Գրավվածը թե ազատագրածը։ Կոնկրետ հայերեն լեզվով հարց եմ տալի։ Գրավվածը թե ազատագրածը։ պատասխանում եմ 42,000 կիլոմետր։ Բա ինչի՞ չեք եւ ձեր ճանաչել։ ջոշին դրածը։ Ինչի՞ չեք ճանաչել։ Ինչը։ Անկախության Որտեւ դուք դիվանագիտությունից բացարձակ բան չեք հասկանում։ Դուք դիվանագիտությունից բացարձակ չեք հասկանում։ Դուք հասկանում եք ինչի՞ չեք ճանաչել։ Պատասխանեք, որովհետեւ խնդիրը Չեք կարող։ Բոլոր Շատ կար։ Ժամանակը կվերջանա, հետո սերունդները կհասկանան դուք ինչ եք որովհետեւ ասում։ մենք ինքնորոշման խնդիր ենք դրել, ոչ թե տարածքային ամբողջականություն։ Բախեք ասում գրավված։ Այտենց դիվանագիտությամբ, որ գնացես տեղընդեղ ասել եք գրավված։ Վերջ, պարոն Մանուկյան, պարոն Սիմոնյան, վերջ, Աննա Գրիգորյանը շարունակեց ուժեղ Հայաստանի երգը երգել, իբր 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին։ Գրիգորյան, Տիկին Գրիգորյան, ես ուղղակի զարմանում եմ, այդ տեքստը պետք է Էդգար Ղազարյանն ասեր։ Ես ուզում հասկանամ, որտեղից ձեր մոտ այդ նույն մետադիչկեն, հա, եկե որ պետք է անընդհատ կրկնեք, որ եկել է 300,000 ադրբեջան, այդ դուք եւ ուժեղ Հայաստանը եւ եք ստացել։ Ուրեմն լսեք, նման խոսակցություն չկա, չի եղել, հերիք է այդ
սուտը տարածեք, որտեղ նախ եւ առաջ արդեն մարդիկ էլ չեն հավատում, այնքան հաճախ եք ասել, ես կորոշեմ ես ինչ եմ պատասխանում։ Ես կորոշեմ ինչ եմ պատասխանում։ Ինչ վերա հերիքա, տեսեք, դուք մեղադրում եք տարբեր ադրբեջանական, թուրքական, ադրբեջանցին մի բան կարա ասի, դուք բռնում եք, դա սարքում եք քաղաքական օրակարգ։ Հիմա ադրբեջանցիները ասում են, որ այդ պայքարը սխալ է եղել, ասում են, որ Սամվել Կարապետյանը հանցագործ է, այդ չեք սարքում, որտեղ դա ձեզ ձեռնտու չի։ Մի հատ պաշտոնյա բավարարա մի բան ասի, փող եք ծախսում 250-300 $300-ով, փող եք ծախսում, գովազդ եք դնում, անցյալ ընտրություններին 21 թվին նույն հոլովակը ցույց եք տվել, նույն հոլովակը։ Դուք նույն Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյանին թիմն եք, դրա համար չեմ տարբերում, կներեք։ Եվ այս լսողներին հավաստիացնեք, որ հայ-ադրբեջանական բանակցությունների սեղանին չկա 300,000 ադրբեջանցու Հայաստան տեղափոխելու արդ։ Ձեզ տեղյակ պահեմ, խնդրեմ, որ կարճ ես եղել եմ տարբեր շրջաններում եւ Ամասիայի շրջանում, որտեղ են ադրբեջանցիներ, եկել են, նայել են գյուղերը եւ այն անկլավները, որ պետք է տանք նաեւ դրանց խնդիրներն այս համակարգի մեջ լուծում, դուք կարող եք որպես երկրորդ պաշտոնյա Հայաստանի ժողովրդին հայտարարել, որ օրակարգում այդպիսի հասկացան կա, խնդրեմ։ Պարոն Մանուկյան, ձեզ հարգելով, թեպետ ես մի քանի անգամ դրա մասին խոսել եմ, ես հայտարարում եմ եւս մեկ անգամ։ Երբևիցե նման խոսակցություն չի եղել, ոչ թե չկա, այլ երբևիցե նման խոսակցություն չի եղել։ Չկա որևիցե փաստաթուղթ, որի մեջ դա նույնիսկ քննարկվել է, հետո դուրս է եկել եւ այլ եւ այլ։ Որևիցե նման խոսակցություն հասկանալի է։ Պարոն Նահապետյան, Ռուբեն Մեհրավյանն էլ հայտարարեց, որ այս խոսակցությունը լրացուցիչ լյուստրացիա է, թե ովքեր են ուզում երկիրը պահել որպես չուլան, այստեղ բերեն ռուսական Զակազով Ալիևի թեմաները։ Այս խոսակցությունը լրացուցիչ, այսպես ոնց որ լյուստրացիա է, թե ովքեր են ուզում Հայաստանին թողնեն 20 թվականի պարտության տակ, երկիրը պահեն որպես չուլան, ու այստեղ բերեն ռուսական Զակազով այս Ալիևի թեմաները, որպեսզի աղավաղեն եւ այլասերեն հայկական քաղաքականություն։ Եվ ես կոչ եմ անում այս նման քաղաքական ուժերին 0 ձայն մեր ընտրողներից։ Այսքանը շնորհակալություն։ Անի Խաչատրյանը արձագանքեց Սյունիքի թեմային, ասելով, որ զավեշտել չի, ողբա։ Դուք եք պարոն Հարությունյանի պաշտպանության նախարար եղած ժամանակվանից խոսում ենք Սյունիքից, շատ լավ կլինի, որ այսօր պարոն Հարությունյանը վեր կենա եւ որպես պաշտպանության նախարար նաեւ խոսի անվտանգության նիստին, որին ինքը ներկա եղել, որին այս տիկնոջ կուսակցության ղեկավարը Մեղրին բերել է բանակցային սեղան։ Այս մարդիկ, ովքեր Մեղրին բերել են բանակցային սեղան, Սյունիքից, սա զավեշ չի, սա ողբ է, սա այս պետության, այս քաղաքական իրականության ողբն է, որ այս մարդիկ կարող են Սյունիքից խոսել, մարդիկ, ովքեր Մեղրի հարցը սակարկումը բերել, ինչից հետո եղել է հոկտեմբերի 27, որովհետև դրանք են եղել Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը։ Թող Մաղարշակ Հարությունյանը դրանք ասի, շատ ճիշտ է։ Անջատեք Տիկի Խաչատրյան։ Դուք Մեղրին վերջին անգամ երբ եք եղել։ Մի քանի օր առաջ եմ եղել։ Մեղրին իրատեղումա հերիքա այսքան շահարկեք։ Մեղրին իրատեղումա, որտեղ Ռոբերտ Քոչարյանի օրոք Վազգեն Սարգսյանը եւ Դեմիրճյանը սպանվեցին։ Այո, Վազգենի շնորհիվ է Մեղրին տեղում, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը բանակցում է Մեղրին հանձնելու համար։ հասկանալի է։ Մի գոռացեք, մի րոպե։ Երբ, սպասեք, այս վերջերս, Տիկին Գրիգորյան։ սասա, Հիմա պարոն Հմայակովյան։ բայց ես պետք է ավարտեմ, պարոն Ղազարյան։ Իսկ բոլորին դեմեմից Միքայել Նահապետյանը շարունակում էր փոփքորնով հետևել բանավեճին։ Պարոն Ղազարյան, մի րոպե, լսեք մի բան։ Երբ որ դուք զուգահեռ գոռում եք, հեռուստադիտողը ոչինչ չի լսում։ Եվ դարձյալ հնդրակաշարքի մասին ուժեղ Հայաստան կուսակցության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի տարածքային գրասենյակի ղեկավարը կուսակցության օգտին քվեարկելու պայմանով նույն համայնքի բնակչին խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշարք։ Բայց էդի ես չեմ ասել որ ահագություն ստացել։ Դե չեմ ասել։ Սոկերում
մի քիչ ասենք քիչ ու միջ պարտքերը փակել է, էլի արդեն այսքանի ամիսա ես փող չեմ ստանում միան։ Կարելի ասած չեմ աշխատում, նոր ուզում եմ մտնել թեկու, եթե ուզ քիչ փող բայց դե իդո եթե չէ։ Հատը հմիեներն կողից հլա մտել էլ դառնում այն մի կան մախտել։ Մինչև ընտրությունն է, էլի ոնց էլի մի ռես կստանա, գործել բանելու, դրա համար է նետում եմ ինչքան կարող, այդ մի ամսը վապշի չէի, տերից ես գալիս էի արարում էի, մի օր գնացի, կպաշ ես կողի, կծոջի ուսացի շիշքանա, ուսացի նման, սիքիչ, միշտ դժգող եմ էլի, արայելի աղուսացի նման, կորը երկու առաջին հարություն ազանդան ոստացա, ու եմ նախներ հակում կոնի 4 հոգի, գնում էին բան, օպերա էին, այդ մասից հակում կոնի 4 հոգի մարչար նախպերից, կոնի աշխատվա 4 հոգի, Արա մանեմ եկի, Արսեն չոյին երկու ընգերոջ հետ, Սուրոյին ու բանին եմ վերցրել, Արսենին, ասում 20 հոգի հետևից հետ այդպես վերողնի, որ երկու բազը փոսկոս, ես 5 հոգի մարդուն եմ զալատով, չողում ես, ու հնեշ եկան ու բավարանում են, կողքից էլ աշխատում են, գնում են, դրա համար մենք ենք տները մտնում, մենք ենք իտուկը տալի, դրա համար մենք ենք մեր շեք ես եմ մտել, տուն կա վապշի չենք մտել, իտենք քարտուկը դրա սուտա, ով հոսի, վիլիկը, շալիկուն, առաջի հարկի կոլյան, կտողականա, հա, բայց մնաց, մենակ ինքը, ընտանիքը, թորները, մարինը, ասենք, մանա, մեր հետ են։ Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած մեկ այլ ձայնագրությունում արդեն արտերկրում բնակվող Հայաստանի քաղաքացիներն են թիրախում։ Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցչի կողմից այլ անձանց հետ արտերկրում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու եւ Հայաստան տեղափոխելու մասին տվյալներ են ստացվել։ Արի ասի, что մայիսի կես կեղնի։ Մայիսի վերջել է կակ ու երթակ ընտրության։ Փարենքի դան 30,000 Տուդա բրացել, իմ ալք, տուդա ծույցերուն, ուդա բանկենին ծույցերուն կիդան, ծույցերուն, տես, հանգարցեմալ չեղնի վերուսու չիկաս, հետի կեղնի ինչ վերում, կարող է պարենտան վերուսու չիկաս։ Շատ բանկենին, եգրոտ լե, ենոնք տոմս է կարնք, հարոնք նիտ։ 30,000 պարա է կիդան, տոմս չնարդ։ Բանձե չտով։ Որովհետև ты меня туда узерки. Че, касинг туда-обратно, туда-обратно, но когда читала, туда-обратно, но это 10,000, ну, пая дурант, краит этот. Дуран, кто он сарам, если кто. Ну, каротка, цена карта, но кели, сказав, я канах керни, что я где-то чувствую. Դոքջան դու կացի, տելը բանկնիս։ Գնացել եմ։ Դուրը չտեսլը, ուդամալոլը կիդամ որ կզի վերում էր տամ։ Արա, 50 կոպեկ համար տնաշեն իտքան ոտո 50 դրամ է համար։ 50 չէ, 25։ Հա, բա երեքսել։ Ինչ գործեր է դերի ջան։ Տեգերի մուջը Հայաստանի։ Հա։ Բա իմալ դու գինակ։ Հա, ռեմալադե։ Հա, բա, անդը բդիկա։ Ուրիկոր։ Ես ուդա ցենտր կայնուղ իշում է։ Արաբդի սամանես են կարգին փոխտել, էլ են կոպեկտի վերևից էդան գյուլ ենք պերսնի։ Էդի լսել է բան վարտան ջան, երեխը փորները խմոտ թողիմ տը ռաստանքի։ Չէ, թողերը խմոտ, նեն չակ։ Կսիմ 50 սոր թողիմ, 50,000 սոր թողիմ, են մնատազը կիշում էդո, էլի կիշում քանի մոր էդո։ Լսել է, իգիտ բանը, անու լսել է։ Այրապորտնի մալ է, շտենցակտը, կնանին, մնանին։ Դոլը բանել գրուկ երոն, բանը, կիտանից մալ, անդորագրիկ պես բան է դեն, գրուկ է, եթե տոմ սարած կզի, եսի մեկերի սնտրություն, խողո, եսի միջով 7 տարի ազատ ազարդում ու կիդեն սաղում։ Հետի սինքվը, չէ, արտակ, ոդի եթե մասայական բան, տեսնա, ոդի կա, օրինակ ինչ է, ֆինանսավորի կետ կա մարդ գիկա Հայաստան։ Այսօր ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Ռուսաստանից ընտրակաշառքով եկողները արդեն ձերբակալվում են։ Ռուսաստանից ընտրակաշառք վերցրած եւ այստեղ ընտրությունների համար եկողները արդեն ձերբակալվում են։ Երեք հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ մեկը արդեն ձերբակալվել է նման եւ մոտակա 7 տարիները, 7 հրաշալի տարիները կանցկացնի բանտում։
երբ որ մենք ասում ենք, որ բոլոր ընտրակաշառք վերցրածները Ռուսաստանում, երբ որ կան միանգամից ձերբակալվելու են, ընդդիմադիրները ասում են, սպառնում եք, բան չգիտեմ, ես ինչ եք խոսում, ոնց եք իմանալու եւ այլն։ Մենք էլ ասում ենք, լավ էլ իմանալու ենք եւ գիտենք։ Մենք գիտենք բոլոր նրանց, ովքեր Ռուսաստանում ընտրակաշառք են բաժանում։ Մենք գիտենք, մեր մոտ են բոլոր այն ցուցակները, որոնցով ընտրակաշառք են բաժանում եւ բոլորին անխտիր սպասվում է հրաշալի ժամանակ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում, որտեղ մենք նրանց բռնի կերպով կսովորացնենք, թե ինչ է հայրենասիրությունը, թե եւ թե ինչու պետք չէ դուրս գալ սեփական պետության դեմ։ Կրկնում եմ, բոլոր ընտրակաշառք վերցրածները Ռուսաստանում գալու են եւ միանգամից ձերբակալվելու են։ Իսկ բոլոր այն նորմալ սովորական քաղաքացիները, որոնք ուզում են գան եւ ընտրության մասնակցեն, ողջունում ենք եւ հյուրընկալությամբ սպասում ենք հայրենիքում։ Եվ այսօր վաղ առավոտյան ոստիկանությունը եւ քննչական կոմիտեն լայնամասշտաբ խուզարկություններ են սկսել Արմավիրի մարզում։ Հետքը հայտնում է, որ իրավապանները զենք զինամթերք են փնտրում։ Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը մանրամասներ չի հայտնել, բայց նշել է, որ խուզարկություններ են իրականացվում ավելի քան 20 հասցեներում։ Իսկ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Արարատ համայնքի նախկին ղեկավար ԱԲ-ն Արարատ ցեմենտ ընկերության աշխատակցի օժանդակությամբ իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով 2009 թվականի սեպտեմբերի 22-ին ձևական աճուրդների եղանակով Արարատ ցեմենտ ընկերությանն է օտարել համայնքին որպես արոտավայր փոխանցված 74.1 հեկտար մակերեսով հողամասերը։ Հայցադիմում է ներկայացվել հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Արարատ համայնքի, Արարատ ցեմենտ ընկերության եւ ընկերության աշխատակից ԱԱ-ի 74.1 հեկտար մակերեսով հողամասերի 2009 թվականի սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած աճուրդները անվավեր ճանաչելու եւ անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով, նշում են դատախազությունից։ Եվ եւս մեկ տեղեկություն, Հայաստանի ռազմական գերատեսչությունից հայտնում են, որ այսօր հայտնաբերվել է Պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին, դեպքի հանգամանքները ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։ Եվ այժմ զրուցելու եմ բոլորին դեմ եմ կուսակցության ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Սպարտակ Գյուրեղյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Գյուրեղյան, կիսվեք մեզ այդ բանավեճի տպավորություններով, դե իհարկե ամենատպավորիչներից մեկը բոլորին դեմ է մի ներկայացուցիչ Միքայել Նահապետյանն էր, փոփքորնով հետևում էր բանավեճի ընթացքին եւ նաեւ որակումներ էր տալի այն իմաստով, որ այս բանավեճը լավ ցուցիչ է, հա, թե շատ պատկերավոր ասած ինչպիսի փոսում ենք մենք գտնվում, բովանդակություն չկա, այդ խոսույթը, վիրավորանքներ եւ այլն եւ այլն։ Ինչի մասին էր այդ բանավեճը եւ ըստ ձեզ օրինակ ընտրողը ինչ հետևություն է անում այդ բանավեճերից, հա, որտեղ այնտեղ ամենաշատը գերակշռում էին այդ փոխադարձ վիրավորանքների, այսպես ասենք, բաղադրիչը։ Դե հա, մենք իրականում մինչև բանավեճին գնալը սպասում էինք, որ հենց այս կարգի բանավեճա լինելու, այնպես չի, որ մտածում էինք այ կգան բոլոր ուժերը մի կողմ կթողեն ձեր նշած վիրավորանքներն ու իրար հանդեպ ունեցած խնդիրները ու կսկսեն լուրջ ծրագրային, բովանդակային բանավեճ, դա մենք պլանավորել էինք, որ այդպես չէր լինելու, կյանքը ցույց տվեց, որ հա, այդպես չեղավ ու խոշոր հաշվով ես իրան հետեւյալ կերպ կգնահատեմ, հաշվի առնելով մեր քաղաքացիներին, հա, ասինքն եթե խոսում ենք բոլորին դեմ մարդկանց մասին, այն պոպկորնով ինչով որ մեր ներկայացուցիչ Միքայել Նահապետյանը գնացել էր, այդ լրիվ ինձ թվում է արտահայտում էր այն ինչ որ կանեին այդ օրը բոլորին դեմ մարդիկ, ավելին ասեմ ձեզ, մենք այդ խորհուրդը տվել էինք ու ընթացքում տարբեր տեսակի վիդեոներ էինք ստանում, որտեղ տարբեր քաղաքացիներ եւս նստած պոպկորնով նայում էին, որովհետեւ ինքը տենց հորոր ֆիլմի ժանրի պես մի բան էր իրականում, որտեղ շատ էր աղմուկը ու որպես քաղաքացի, եթե դու կողմնորոշված չես ու չգիտես ում ընտրես, ես չեմ կարծում, որ այս բանավեճը քեզ ինչ որ հարցերի պատասխան տվեց։ Իհարկե միանշանակ է, որ մասնավորապես այն ուժերը, ովքեր որ այդտեղ ձեր նշած վիրավորանքներն էին ասում, իրանք իրանց ընտրազանգվածի համար երևի իրանց շոուն էին անում, որ հաստատակամ ասեն, որ տեսեք, այս ինչ վիճակա, որ մենք հիմա այսպես ենք արտահայտում, գնացեք անպայման մեզ քվեարկեք։ Բայց նման բանավեճերը ես կարծում եմ ոչ մի դեպքում չեն օգնում, որպեսզի մասնակցությունը էական շատանա ընտրություններին, իսկ պոպկորնի ակցիան իմ կարծիքով կարա նպաստի, որ պոպկորնով մարդիկ ոչ թե միայն վերաբերվեն այս բանավեճին որպես տենց աղմուկ առաջացնող մի միջոցառում, այլ նաև ասեն դե փաստորեն հնարավորություն կար հենց ոնց որ մենք ժողովրդի ներկայացուցիչներինք այդ դահլիճում այն իմաստով որ
անում էինք ակցիա, ինչ որ անում են մեր քաղաքացիները։ Այսինքն Popcorn-ով ակցիան կնպաստի ընտրություններում մասնակցության աճին։ Դա կարծում եմ շատ ավելի շատ կարա նպաստի, քան այն մնացած ամեն ինչ, ինչ որ մենք տեսնում էինք։ Շատ լավ։ Իսկ տեսեք, Евроньюզ-ը նաև այսօր նոր հարցումներ է հրապարակել խորհրդանական ընտրություններին ընդառաջ եւ ըստ դրա 65% է ստանում քաղաքացիական պայմանագիրը, այնուհետև ուժեղ Հայաստանը 12% եւ Հայաստան դաշինքը 6%, մնացած ուժերը չեն հաղթահարում կամ մոտ են շատ այդ շեմը հաղթահարելու։ Դուք Popcorn-ով գնում եք բանավեճի, մուկ եք տշում, չգիտեմ, բազմոց եք քշում, ինչ որ ջուր եք ծեծում եւ այլն։ Դա ինչպես է անդրադառնում ձեր վարկանիշի վրա։ Դուք ինչ որ հարցումներ ունեք, քարոզարշավը բրծալ էլի գրեթե։ Նախ այդ հարցումը երեք էր դրա մասին ինֆորմացիան, այսօր չէր, երեկվանից լայն տարածվում էր։ Ես ինչքանով որ հասկացա, այդ հարցումները վերաբերվում էին մայիսի 8-ից 11-ին ընկած ժամանակացվեցին, այսինքն այն ինչ որ հրապարակվել է, դա բոլորովին չի արտահայտում այն իրավիճակը, որ այդ պահին կա։ Այսինքն օրորի իրավիճակը փոխվում է։ Հա, նայեք, այդ հարցումներով մենք 2% ենք։ Այդ ձեր նշած հարցումով մենք 2% ենք, բոլորին դեմը։ Բոլորին դեմը հենց ոնց որ ապրիլի վերջ ու մայիսի սկիզբն որ սկսեց իր այսպես ասած վերելքը, որտեղ այդ 3 անգամ մենք աճ էինք դրանց։ Նախորդ հարցումներում մենք 3 անգամ ավելի պակաս էինք։ Իսկ ընդամենը մայիսի 11-ին արդեն 2% էինք։ Ես կարծում եմ, որ այդ ակցիաները իրանք նպաստել են միայն, ավելին այս ընթացքում հաշվի առնելով այն ինչ որ մենք արել ենք, ես հավատացած եմ, որ մենք մի քանի հարց ենք կարողացել լուծել։ Այդ այն հարցն է, որ երիտասարդներն են ակտիվացել, որովհետև այն ձևով, որ մենք ենք անում քարոզարշավ, շատ ուղղակի երիտասարդները սկսում են հետաքրքրվել քաղաքականությամբ։ Երկրորդ բանը այն է, որ բոլորին դեմ շատ մարդիկ կարան հետաքրքրվեն, եւ երրորդը այն օրակարգը, որ մենք ունենք, այսինքն մեր օրակարգից բխող մի հատ կարևոր կետ կա, որ օգնելու ենք, այսինքն մեր բերած փոփոխությունները օգնելու են փոքր ուժերին իրենց ձայնը լսելի դարձնել խորհրդարանում։ Ես հավատացած եմ, որ այս մարդիկ, եթե հունիսի 7-ին հաստատական գնան ու քվեարկեն բոլորին դեմ եմ, մենք շեմը հաղթահարել ենք, 4% էլ չենք հաղթահարի, 10% կհաղթահարենք։ Ես դրան հավատացած եմ։ Շատ լավ, այն որ նշեցիք, օրինակ երիտասարդներն են հետաքրքրվում, ներգրավում, հա, ձեր ակցիաների միջոցով։ Երիտասարդները հետաքրքրվում են բովանդակությամբ, թե հավես է, մուկ եք տշում, բան եք անում, իրենց համար հետաքրքիր է եւ այդպես։ Նայեք, ամենակարևոր բանը ինձ թվում է հետեւյալն է, թե դու ինչ մեթոդներով կարաս քո օրակարգը տեղ հասցնել։ Հիմա ժամանակի ընթացքում մարդկությունը զարգացել է ու ասենք պապիրոսների վրա գրվածքներից անցել է գրքերից թաբլետների, ձայնային են լսում եւ այլն եւ այլն։ Մենք գտել ենք ձև հասնելու երիտասարդությանը։ Կներեք։ Շատ լավ որ ձևը գտել եք։ Մենք դրանով բացի այն որ հասել ենք, նաև ոնց որ զուգահեռ տրամադրում ենք այն ինֆորմացիան, որը վերաբերվում է մեր օրակարգին։ Ամեն դեպքում այս երկու գործը մենք իրար հետ զուգահեռ իրականացնում ենք։ Շատ լավ։ Ձևը մեկ այլ բան է, բայց օրինակ այն մարդիկ, ովքեր սկսում են ձեզ համակրել եւ այլն, որտեղից պետք է վստահ լինեն, որ օրինակ դուք հայտնվելով խորհրդանում կամ ունենալով մեծամասնություն դիվան չեք քշելու։ Այն ակցիաները, որ մենք անում ենք, այդ ակցիաների հիմնական խորհուրդն է, որ էսի թող լինի վերջին դիվան քշելը, վերջին ցեղ շպրտելը, վերջին, չգիտեմ, մուկ տշելը, հա։ Կյանքը ցույց տվեց, որ այդ խորհուրդները, որ մենք քաղաքական դաշտին ուղարկում էինք, այդ մեսիջները, որ մենք ուղարկում էինք, քաղաքական դաշտի ակտորները խոշոր հաշվով չընդունեցին։ Հիմնականում նաև դա արտահայտված է երեկվա մեր բանավեճում։ Մենք ցույց ենք տվել, որ կարող ենք պոզիտիվ քարոզարշավ անել ու դրանով որևէ մեկին այս ամբողջ քարոզարշավի ժամանակ, եթե դուք ուշադիր եք եղել, ոչ վիրավորել ենք, ոչ վատ բան ենք ասել, ոչ մի բան։ Մենք մեր բովանդակային քարոզարշավն ենք իրականացրել։ Մեր ընտրվելու դեպքում մենք իրականացնելու ենք այն լուրջ գործերը, որոնք հարկավոր են վաղը Հայաստանում արդար ազատ ընտրություններ կազմակերպելու համար։ Այսինքն դուք չեք հավատում ընտրությունների արդարությանը եւ ազատությանը։ Դե ես կարծում եմ, որ այո, այսօրվա մեր խաղի կանոնները որ կան, այսօրվա ընտրությունները չեն կարող արդար լինեն։ Այն ինչ որ մենք լսում ենք, տեսնում ենք, դա վերաբերվում է թե ձայնագրություններին, որ մի քիչ առաջ իրար հետ եթերում տեսանք, թե վարչական ռեսուրսի կիրառման ձայնագրություններին, որ չտեսանք։ Այսինքն այն կանոնները որ կան, ես կարծում եմ, որ նրանք արդար չեն կիրառվում ու հետեւաբար մեզ վերջապես պետք է որ մի քաղաքական ուժ գա, ով որ գա իշխանության ու մերժի
այն համակարգը, որ անցկացվում են մեր ընտրությունները։ Ընտրակաշարքը ձեր ասած եւ ձեր նշած վարչական ռեսուրսը ազդելու են ընտրության արդյունքների վրա։ Այդտենց գնահատական վերջնական ես չունեմ, ես չգիտեմ տվյալներին չեմ տիրապետում, դրանք ինչ ծավալով ու բանով են կիրառվում, այդ տվյալները համապատասխան մարմինները կարծում եմ ունեն։ Ու եթե իրանք այդ տվյալները ունեն ու գիտեն, որ պայմանական ասած դրանք էական ազդեցություն են գործելու, բայց ոնց որ ոչ մի խնդիր չկա, մեկը գնալու ենք այս ձևով, այս կազմով, այս գործընթացներին, այդտեղ ես խնդրեմ եմ տեսնում։ Շատ լավ, ես նկատի ունեմ օրինակ հունիսի 8-ին արդյունքները արձանագրվելուց հետո եւ այլն։ Դուք տեսնում եք հնարավորություն, որ օրինակ ձեր կուսակցությունը կդիմի սահմանադրական դատարան այդ հարցով, որ համակարգված վարչական ռեսուրս, համակարգված ընտրակաշարք, որը ազդել է ընտրության արդյունքների վրա։ Եկեք ոնց որ առաջ չընկնենք, ես չգիտեմ ինչ արդյունքներ կունենանք ու այդ ինչ ծավալով, ինչ ձևով կլինի։ Մենք ամեն դեպքում հետևելու ենք ամբողջ ընթացքին ու գործադրելու ենք բոլոր մեր հնարավոր միջոցները, որ เป զի կարողանանք ամեն դեպքում տերելնել այնքվեին, որ մենք ստանալու ենք։ Խորհրդանում հայտնվելու դեպքում էլի ընտրությունները համարելու եք ոչ արդար, ոչ թափանցիկ, ոչ հավասար։ Նայեք, խորհրդանում, հա, միանշանակ ու հենց դրա համար էլ բոլորին դեմ եմ նախաձեռնելու է իր 3 փոփոխությունների իրականացումը եւ արտահերթ ընտրությունների նշանակում, որովհետեւ այս համակարգը մենք խենք բոլորին դեմ, մենք դեմ ենք, որ այս քաղաքական ուժերը այս եղած համակարգով ընտրվում են ու 5 տարի որոշում են կառավարել։ Նախորդ 5 տարվա արդյունքները մենք տեսել ենք, այն իրավիճակը, որ մեզ ազգային ժողովում ցույց են տվել 5 տարի, կարծում եմ ոչ մեկից դուր չի եկել։ Հաջորդ ազգային ժողովի իրավիճակը ինչ որ մենք տեսնելու ենք, մենք երեք պլյուս մինուս տեսանք։ Այդտեղից կարանք հանենք այն փոքր ուժերը, որոնք չեն հայտնվելու, մնացածը ավելի շատ մենք տեսնելու ենք գալիք 5 տարիներին։ Հա, ու մեր հենց նպատակը կայանում է նրանում, որ վերջ դնենք դրան։ Իսկ վերջ դնելու համար քաղաքացին պետք է հունիսի 7-ին գա ու քվեարկի բոլորին դեմ եմ։ Համար 2 քվեաթերթիկ։ Դուք մեծ ուժ եք։ Այո, բոլորին դեմ մարդիկ շատ են, բայց ես չեմ հավակնում ասել, որ բոլորին դեմ բոլոր մարդիկ գալու են մեզ քվեարկեն, բայց որպես այդպեսին շատ տարբեր հարցումներով, ձեր նշած այդ թվում նաև հարցումներով, բոլորին դեմ մարդիկ Հայաստանում կազմում են 30-ից 40%։ Այլ հարցը, որ դրանք բոլորը չի որ կգան ու մեզ կքվեարկեն, բայց մենք ակտիվ աշխատում ենք, որովհետև իրենք միանշանակ ուրիշ ուժի չեն քվեարկելու ու միակ շանսը, որ հնարավորություն կա, որ այդ մարդիկ գան ընտրատեղամաս, այդ այնա, որ մենք իրենց բոլորին դեմ քվեարկելու հնարավորությունը վերականգնել ենք։ Լավ, խորհրդանում էլ հայտնվելու դեպքում, եթե համարելու եք ոչ արդար, ոչ թափանցիկ, ոչ հավասար ընտրական գործընթաց, ապա ինչու չդիմել սահմանադրական դատարան, որպեսզի օրինակ տեղի ունենա մանդատների վերաբաշխում գուցե եւ այլն, եւ դուք ավելի շատ գուցե ներկայացվածություն ունենաք։ Ես դրա համար այդ հարցին պատասխանեցի, որ այդ հարցով կզբաղվենք այն ժամանակ, երբ որ կավարտվեն ընտրությունները, ես ոչ ասեցի, որ չենք դիմելու, ոչ ասեցի, որ դիմելու ենք, որովհետեւ մեր հիմիկվա պլանը կայանում է նրանում, որ մենք կարողանանք այնքան մասնաբաժին ունենալ խորհրդարանում, որ որևէ մեկը չունենա 50% ու մենք կարողանանք իրականացնել մեր օրակարգը։ Գան ձեզ միանան այս։ Այո։ Հա։ Այո։ Եվ ցանկացածի հետ էլ կմիանաք։ Նայեք, մեր օրակարգը որպես այդպեսին վերջնագիր ներկայացնող օրակարգը։ Ինքը ասում է մենք այս 3 կետերը պետքա փոխենք, այսինքն կայուն մեծամասնությունը չեղարկենք, անցողիկ շեմի իջեցնենք 1% եւ ավելացնենք բոլորին դեմ եմ քվեաթերթիկ։ Խոշոր հաշվով սա նշանակում է, որ վաղը մեր քաղաքացիները երբ որ կգնան ընտրատեղամաս ու կընտրեն, ոնց կընտրեն, այդպես կարտացոլվի ԱԺ-ում։ Սրանից բացի մենք ունենք գործողությունների պլան։ Այդ նշանակում է 100 օրյա կառավարում եւ հետո արտահերթ ընտրություններ, որտեղ վարչապետի մեր տեխնացում չի մասնակցելու։ Այս օրակարգի իրականացում կարող է անել մենակ մեր ուժը։ Մենք որևէ ուժի հետ պայմանական չենք կարող միանալ այն իմաստով, որ իրենք լինեն վարչապետ, այս մեր օրակարգն է ձեռի հետ կանեն, հա։ Այդպես բան չի կարող լինի, այդ օրակարգը մենակ մենք կարանք կանենք ու այս գրված կանոններով կարանք կանենք։ Հիմա սա վերջնագիր է։ Եթե սրան կմիանա պայմանական քաղաքացիական պայմանագիրը կամ Սամվել Կարապետյանի ուժը, հա, օքեյ։ Ոնց որ կարծում եմ, որ ազգային ժողովում որևէ ուժ դեմ չի լինելու, որ միայն իր օրակարգի 100% իրականացման դեպքում քաղաքական մյուս ուժերը համաձայնվեն իրենց վարչապետի
առանց նախապայմանների կառավարման։ Ես փորձում ձեր տրամաբանությունը հասկանալ, եթե դուք իրավիճակից ելնելով բոլորին դեմ եմ նախաձեռնություն ձևավորեցիք, դարձրեցիք քաղաքական կուսակցություն, մասնակցում եք ընտրություններին եւ ձեր նպատակը այդ 100 օրաժամկետն է, որի ընթացքում իրականացնելու եք ընտրական այդ փոփոխությունները եւ այլն, եւ գնալու եք, ել իշխանություն չեք ուզում, պարտավորվում եք, որ չեք ձեր վարչապետը չի շատ կներեք 1000 կներեք որ ընդհատեցի, այդ մասը այդպես չի։ Որ ձեր վարչապետը չի մասնակցելու, որպեսզի այդ էյֆորիկ բաները չլինեն, բայց մեր քաղաքական ուժի բոլոր անդամները իրենք ազատ են լինելու քաղաքականությամբ հենց հաջորդ իսկ օրը զբաղվելու պայմանական այդ արտահերտ ընտրություններին մասնակցելու, ավելին մենք հավատացած ենք, որ Հայաստանում գալիք 5-10 տարիների ընթացքում քաղաքական սերնդափոխություն է լինելու ու բոլորին դեմ եմ խոշոր հաշվով կարա հենց այդ կարևոր պլատֆորմներից մեկը լինել, որի միջոցով մենք նոր քաղաքական գործիչներ կունենանք։ Շատ լավ։ Դուք սկզբունքային դիրքորոշում եւ մոտեցում հասկացանք։ Դա եմ փորձում հասկանալ։ Այդ սկզբունքը, եթե առաջացել է իրավիճակի անարդար, այսպես շատ ընդհանուր, եթե բնորդագրենք, հա, դրանից ելնելով, ապա ինչպես եք դուք օրինակ համագործակցելու քաղաքացիական պայմանագրի հետ, որին մեղադրում եք վարչական ռեսուրսի կիրառման մեջ, այսինքն այդ անարդարությունը ստեղծելու, զարգացնելու մեջ։ Ինչպես եք համագործակցելու ուժեղ Հայաստանի, Հայաստան Դաշինքի եւ Բարգավաճ Հայաստանի հետ, որոնք մեղադրվում են ընտրակաշառքների գործերով։ Այսինքն այդ որտեղ է այդ սկզբունքային բամոտեցումը։ Դուք համագործակցելու եք այն ուժերի հետ, եթե նրանք համաձայն են ձեր օրակարգին, որոնք ստեղծել են այն անարդար պայմանները, որոնք դուք ուզում եք փոխել։ Շատ լավ հարց է, պատասխանեմ հետեւյալը։ Մենք ապրում ենք հողի վրա։ Մենք չենք ապրում ինչ որ տիեզերքում, որտեղ ոնց որ կանոնները ուրիշ ձև են գործում։ Կանոնը հետևյալն է. դու այս ընտրություններին մասնակցում ես ու գրանցում ես որևէ արդյունք։ Մեր դեպքում ասում եմ, այդ ցանկալի արդյունքը այն է, որ մենք գրանցենք այնպիսի արդյունք, որ որևէ մեկը նաև չգրանցի 50% ձայն։ Մենք համարելով, որ այս ամեն ինչը անարդար է, միևնույն ժամանակ, եթե հնարավորություն ունենք, որ ստանձնենք երկրի կառավարումը առանց որևէ նախապայմանների ձեր նշած բոլոր ուժերի կողմից, ստանձնենք երկրի կառավարումը 100 օրով, ինչի 100 օրով ոչ թե 5 տարով, որովհետև դուք ճիշտ եք, այն ձևը, որ անցկացվել է ու մենք ու մնացած ընտրվել են, դա անարդար է։ Դրա համար պետք է ուղղակի իրականացնել մեր նշած փոփոխությունները ու նշանակել նոր ընտրություններ, ու այդ նոր ընտրությունները կոպիտ ասած կազմակերպվելու է արդեն մեր քաղաքական ուժի իշխանության ժամանակ, որտեղ մենք անելու ենք ազատ ու արդար ընտրություններ։ Մենք դրան հետևելու ենք, որին ձեր նշած ուժերը, եթե գան ու մասնակցեն, իրանք արդեն մասնակցելու են իմ նշած կանոններով։ Այսինքն, պես է ընդհանուր կոնյունկտուրան, հա։ Մենք ամեն դեպքում չենք գնալու, այսպես ասած, ազգային ժողով ու ասենք, դե մենք քանի որ այս ամեն ինչը անարդար է, մենք ստեղ ոնց որ մնանք, բայց ձեր ոչ մեկի հետ այս հարցը չլուծենք։ Մենք ունենք խնդիր, որ կարող ենք լուծել։ Կա այդ խնդրի լուծման հնարավորություններ։ Այդ համագործակցություն բառը մի քիչ տեղին չի մեր դեպքում, որտեղ ես ոնց որ բացատրեցի, էլի դա վերջնագիր է խոշոր հաշվով, հա, այդ քաղաքական ուժերին, որ մենակ այս վերջնագրի դեպքում մենք կարող ենք այս օրակարգը անել։ Որևէ այլ օրակարգ այդ ընթացքում դա կվերաբերվի քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագրերին, թե ուժեղ Հայաստանի, չի կարա այդ 100 օրում որևէ կերպ ներառված լինի մեր գործողությունների մեջ։ Այսքան բան։ Հիմա եթե մենք կարողանալու ենք այս ամեն ինչ իրականացնել, կարծում եմ թե բոլորին դեմ մարդիկ, թե ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները միայն գոհ ու երջանիկ են լինելու, որովհետև վերջապես Հայաստանում անցկացվելու են ընտրություններ, որը լինելու են առանց վարչական ռեսուրսի կիրառման, որովհետև առաջնային կարևոր մարդը, որը որ վարչապետն է, որը կարար այդ ընտրություններում գար հավաքներ, այսպես ասած, նորից վարչապետ լինելու նա չի մասնակցելու ու նաև այդ քաղաքական ուժն էլ որպես այդպեսին չի մասնակցելու, այսինքն բոլորին դեմ է չի մասնակցելու, քանի որ ավելացնելու ենք նաև բոլորին դեմ քվեաթերթիկը ու լուծարվելու է քաղաքական ուժը։ Ձեր հիմնական խնդիրը ընտրական օրենսգրքի հետ։ Մենք ընտրական օրենսգրքի փոփոխություններ ենք նախաձեռնել, մենք չենք հավակնում այդ օրենսգրքի փոփոխություններով փրկել հայոց ազգին,
հա, այդ փրկողական ծրագրերը, փրկիչների ինստիտուտ կա էլի 91 թվականից, երբ որ երկիրը ստեղծվել է, տենց հաջորդ օրվանից կոպիտ ասած այդ ինստիտուտը գործում է։ Բոլոր ընտրությունները Հայաստանում եթե հետևենք, խոշոր հաշվով դրա մասին է եղել, ով կգա երկիրը փրկի։ Մենք դրան չենք հավատում։ Մենք հավատում ենք, որ երկրի հաջողության միակ գրավականը այն է, որ դու կարողանաս քո պետական ինստիտուտները կայացնես։ Մեր արած քայլը հնարավորություն է ստեղծելու ապագայում զբաղվելու մնացած քայլերով, այսինքն այս քայլով չի ավարտվելու գործընթացը, բայց սա առաջնային գլխավոր քայլն է, որ պետք է հիմա իրականացնենք ու դա մեզ հնարավորություն կստեղծի հետագայում կայացնել պետական ինստիտուտները ու հրաժարվել փրկիչների ինստիտուտից, որը կայացած է, շատ կայացած է։ Ինչ ակցիա է սպասվում հաջորդ բանավեճերին։ Այդ եկեք չբացահայտենք, որովհետև ինձ թվում է, երբ որ եթերում է լինում, դա շատ ավելի ցանկալի ու լավ է լինում։ Մենք այսօր ակցիա ունենք դատախազության դիմաց, որը կոչվում է գործ կարելու ակցիա։ Մենք նաև նախատեսել ենք վերջին օրերին ակցիա, որի մասին էլի կուզեմ չասել, հայտարարելու ենք, ոչ մի գաղտնի բան չկա, ուղղակի երբ որ ոնց որ մի քանի օր առաջ ենք հայտարարում, շատ ավելի լավ է։ Եվ քանիսին է ժամը դատախազության։ Դատախազության դիմաց ակցիան լինելու է այսօր ժամը 14:30, մեր քաղաքացիները, ովքեր դիտում են, կարող են գալու մասնակցել, էլի շատ հետաքրքիր ու կրեատիվ մոտեցում ենք ցուցաբերելու։ Այո։ Շնորհակալ։ Իսկ մնացածին խորհուրդ կտամ ամեն դեպքում էլի հունիսի 7-ին գնալ ու քվեարկել համար 2, բոլորին դեմ եմ։ Շնորհակալություն։ Զրուցակիցս բոլորին դեմ եմ կուսակցության ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Սպարտակ Գյուրերյանն էր։ Հունիսի 2-ից Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից առաքվող կորիզավոր մրգերի, բալի, ծիրանի, սալորաչրի, դեղցի, նեկտարի եւ թարմ խաղողի ներմուծման, ինչպես նաեւ այդ ապրանքների ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցման վրա հայտնում է Ռոսսելխոզնադզորը, պատճառաբանելով, թե իբր խախտումներ են հայտնաբերել։ Հայաստանյան խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանը սահմանափակել է հայկական մի շարք ապրանքների մուտքը իր շուկա որակական անհամապատասխանության պատճառաբանությամբ։ Տնտեսական միջոցների եւ սպառնալիքների ֆոնին Վլադիմիր Պուտինն անձամբ էր խոսել Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին։ Վարչապետ Փաշինյանը նորից հավաստիացնում էր, որ Հայաստանը դեռ մնալու է Եվրասիական միությունում Ռուսաստանի, Բելարուսի, Ղազախստանի եւ Ղրղստանի հետ։ Մենք կշարունակենք հանգիստ, հանդարտ, առանց նյարդի, առանց վիճաբանությունների աշխատել Եվրասիական տնտեսական միությունում։ Ես համոզված եմ, որ մենք այս ուղղությամբ դեռ պոտենցիալ ունենք, որը առաջիկայում կօգտագործենք, ասել էր վարչապետը։ Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստան արտահանվող ձկան եւ ձկնատեսակների անասնաբուժական հավաստագրումը բոլոր հայկական ընկերությունների համար, բացառությամբ ստուգումն անցած երկու ընկերությունների, մինչև ստեղծված իրավիճակի կարգավորումը, այս այլ եւս հայտնել էին Ռոսսելխոզնադզորից։ Նշվում է, որ որոշումը ընդունվել է այն ստուգումների արդյունքներում, որոնք ռուսական ծառայության մասնագետներն իրականացրել են Հայաստանի ձկնաբուծարաններում եւ ձկան վերամշակման ձեռնարկություններում։ Ստուգումների արդյունքները գնահատվել են որպես անբավարար։ Ավելի վաղ Ռոսպոտրեբնադզորը կարգադրել է Ռուսաստանում դադարեցնել ջերմուկ հանքային ջրի 64.5 միլիոն շշի վաճառքը։ Պատճառը տեխնիկական կարգավորման պահանջների խախտումներն են։ Ստուգման ընթացքում էլ մասնագետները իբր հայտնաբերել են արտադրանքի բաղադրության անհամապատասխանություններ։ Բացի այդ, պահանջները կապված են նաև առողջությանը հասցվելիք հնարավոր վնասի հետ։ Սահմանափակումները ազդել են ինչպես խանութների, այնպես էլ առցանց հարթակների վրա։ 2026 թվականի սկզբից Ռուսաստանը արգելափակել էր այս ապրանքանիշի 38.5 միլիոն շշի վաճառքը։ Բացի այդ, Ռոսսելխոզնադզորը մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից ներմուծվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ բանջարեղենի ու ելակի վրա։ Ըստ ռուսական կողմի, այս սահմանափակումը ուժի մեջ կմնա մինչև առաքվող ապրանքների անվտանգությունը ապահովելու համար համապատասխան արձանագրության մշակումը։ Մայիսի 22-ից էլ Ռոսսելխոզնադզորը սահմանափակել է Ռուսաստանից ծաղիկների ներմուծումը Հայաստանից ծաղիկների ներմուծումը Ռուսաստան։ Մինչև ֆարմավիրսի ֆերմերներն էլ Հայաստանի դեմ Ռուսաստանի սահմանափակումների հետևանքներն են քննարկում, շուրջ 10 օր ռուսական սահմանին կանգնած բեռնատարներից 8 տոննաներով պղպեղով Հայաստան է վերադառնում։ Հայաստանյան խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանը սահմանափակել է հայկական մի շարք ապրանքների մուտքը իր շուկա, պատճառաբանելով, թե խախտումներ կան։ Հնարավորին եւ անհնարին ինչ փորձություն կար, միջով անցել ենք, ել ամբողջ մեքենան դատարկեցին, կշռեցին, ֆիտոսանիտարական ստուգում անցանք, որ բեռը հիվանդ էր, բայց Հայաստանում մենք ստացել էինք թույլտվություն
որ բեռը չունի ոչ մի հիվանդություն, ասել է ֆերմերներից մեկը Ազատությանը։ Ռուսաստանը արգելել է նաև հայկական ելակի մուտքը իր շուկա։ Արմավիրի մարզի գյուղերի ճամփեզրին իրենց աճեցրած ելակը վաճառող գյուղացիներից ոմանք սակայն պնդում են Ռուսաստանի սանկցիաներն իրենց չեն վախեցնի, թեկուզ եթե տնտեսական վնասներ կրեն։ Ռուսաստանի Հայաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարել է, որ այնինչ պետք է արտահանվել, բայց չի արտահանվել, մենք սուբսիդավորման ծրագիր կիրականացնենք, որպեսզի մեր տնտեսությունում տուժողներ չլինեն։ Վարչապետը նշել է, որ արձագանքել են նաև միջազգային գործընկերները։ Մյուսների դեպքում, երբ որ կա անարդարություն, մենք այդ բոլոր դեպքերում աջակցության ծրագրեր կանենք, որպեսզի այն ինչ որ պիտի արտահանվել եւ չի արտահանվել, մենք այդ ապրանքների դեպքում սուբսիդավորման ծրագիր կիրականացնենք, որպեսզի տուժողներ մեր տնտեսության մեջ չլինեն։ Ավելին ասեմ, հիմա մենք ասում չկա չարիք առանց բարիքի։ Շատ արագ նոր արտահանման շուկաների մասին է խոսքը եւ հենց այսօր արդեն մեր մի քանի բիզնես պատվիրակություններ մեկնել են եւ շնորհակալ ենք մեր միջազգային գործընկերներին արագ արձագանքման համար եւ առաջիկայում արդեն մենք կոնկրետ առաջարկներ ունենք վարդերի գնման հետ կապված, միրգ բանջարեղենի գնման հետ կապված։ Եվրամիությունը դատապարտում է Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա ճնշում գործադրելու ցանկացած փորձ, որպես ինքնիշխան, ժողովրդավար եւ անկախ երկիր, Հայաստանը ունի իր սեփական ուղին եւ գործընկերներին ընտրելու բոլոր իրավունքները, հայտարարել է Եվրամիության խոսնակ Անուրալ Էլ-Անունին։ Ռուսաստանը նպատակ ունի վնասել Հայաստանի տնտեսությանը եւ ազդել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա, պնդել է Եվրամիության խոսնակը, հավելելով, որ Բրյուսելը կշարունակի աջակցել Հայաստանին նման հարկադրանքի փորձերը հաղթահարելու համար։ Անցած շաբաթ օրն էլ Մոսկվան Հայաստանից ետ է կանչել իր դեսպանին խորհրդակցությունների համար։ Եվ այժմ զրուցելու եմ Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ, Համանուն կուսակցության ցուցակով ազգային ժողովի падգամավորության տեխնացու Ռուբեն Մեհրաբյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Ոսկանյան, շնորհակալ եմ հրավերին։ Շնորհակալություն, որ այստեղ եք։ Պարոն Մեհրաբյան, նախ սկսենք նախորդի բանավեճից, որին Հանուն Հանրապետություն կուսակցությունից մասնակցում եք դուք։ Ես էի ներկայացնում։ Այդ բանավեճի ընդհանուր ձեր գնահատականը, դրանից ձեր եզրահանգումը եւ ամենակարևորը, ինչ հետեւություն պիտի անի այդ բանավեճից կամ ինչ կողմնորոշում պիտի ունենա քաղաքացին։ Իհարկե, պահպանելով այն սուրբ կանոնը, որ կռվից հետո էլ բռունցք չեն ճոճում, բայց այնուամենայնիվ ռեֆլեքսիայի անհրաժեշտություն կա, հա։ Իդեպ իմ եզրակացությունը եւ ըստ այդմ էլ նաեւ իմ եւ մեր կուսակցության ուղերձը ընտրողին ես հնչեցրեցի են վերջում երբ մի րոպե ժամանակ էր տրվում յուրաքանչյուր մասնակցին ուղերձով հանդես գալու եւ հետեւյալն էր որ այդ բանավեճը եւ նաեւ այսօրվա բանավեճը հուսով եմ մեր ընտրողին շատ հստակ եւ ծանրակշիռ հիմքեր կտա գալու այն մտայնությանը, որ Հայաստանում Հայաստանի քաղաքացին ոչ միայն իշխանության տերը պետք է լինի, այլև ընդդիմության տերը։ Այն, որ պետությունը կանգնում է մարդու նման երկու ոտքի վրա, մի ոտքը իշխանությունն է, մյուսը ընդդիմությունը։ Քաղաքացին տեսավ, որ Հայաստանում մինչև հիմա ընդդիմություն ասվածը հոմանիշ է պետականության հակառակորդի։ Ընդդիմություն նշանակում է Պուտինի շահերի խոսնակ, ասենք Մարիա Զախարովա համար 1, համար 2, համար 3, համար 10, համար 20։ Չնայած Մարիա Զախարովան էլ որպես ֆունկցիա ընդհանրապես Պուտինի բերանն է, հաճախ կեղտոտ մոդիֆիկացիայով։ Հա? Եվ ուրեմն այն եզրակացությունն է, որ կարող է եւ ընտրողը տեսնելով, հասկանալով այդ բանը ընդհանրապես ձայն չտալ, բայց օրենքի ուժով նրանք մտնեն խորհրդարան, ինչպես եղավ պատիվ ունեմ։ Այո։ Եվ ուրեմն անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի քաղաքացին նաև տեր կանգնի ընդդիմությանը, որ նրանք
ոչ ձայներով, ոչ էլ օրենքի ուժով չհայտնվեն ոչ մի դեպքում պարլամենտում, որովհետև Պուտինը Հայաստանում պետք է ընդդիմություն չունենա։ Պուտինը չպետք է Հայաստանում լինի հայկական քաղաքականության սուբյեկտ։ Այս հետևությունն է, որ պետք է անի մեր քաղաքացին, եւ ես հենց այդ կոչով էլ հանդես եք, այդ թոկը պետության վզից պետք է հանել։ Սա ընդդիմություն չէ, սա չարիք է, որը այսպես որպես թոք գցած է պետության վզին, իսկ պետությունն էլ երկու ոտքով չի կանգնում։ Մի ոտքի վրա 5 տարի է թռվռում է, եւ ոնց որ տեսնում եմ իշխանության մեջ կա որոշակի սեգմենտ, որին լավ էլ հաճելի է այդ մի ոտի վրա թռվռալը, լավ զբաղմունք է։ Մինչդեռ մենք պետք է առաջ գնանք։ Հաջորդը, սա արդեն դուրս գանք այդ բանավեճի թեմայից, երեք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսպես մի դեմոնստրատիվ ուղերձով հանդես եկավ, հա, հետը բերելով հայ ինժեներների կողմից պատրաստած մի այսպես բազմանժար կշեռք, փորձելով ցուցադրել, թե ինչ է հասկանում բալանսավորում, բալանսավորված եւ այլն։ Մի քանի արձանագրում։ Ուրեմն պետություն այդպիսի չկա, որի քաղաքականությունը բալանսավորող ու բալանսավորված չի։ Ոնց որ ասենք քաղաքականությունը լինում է քաղաքական, հա, ասենք մոտավորապես։ Մեր դեպքում գուցե դա արդի է, քաղաքականությունը լինում է քաղաքական։ Բնորոշիչի չի, էլի, դա պարտադիր որակ է ցանկացած պետության քաղաքականության համար։ Նույնիսկ Ամերիկայի նման երկրի, Չինաստանի նման երկրի, այո, բալանս եւ այլ։ Բայց էլի գանք այդ սիմվոլիզմին, կշեռքը։ Եթե այդ կշեռքը, տեսեք, պատրաստել են հայ ինժեներները։ Այո, բազմաժնժար։ Այո, հայ ինժեներները, բանիմաց, բարեխիղճ, ազնիվ, պատրաստական, հայրենասեր, ճիշտ է, ճիշտ է։ Հիմա պատկերացրեք, այդ կշեռքը պատրաստում են պիդիսյատի պահեստամասերից եւ պատրաստում են, ասենք, Պուտինի այն ֆաշիստ, այն դրոն հավաքող լացիրակները հայ ժողովրդի համար։ Ինչա լինելու ձեր կշեռքը։ Ձեր կշեռքը կշռաքարերը լինելու են կեղծված, պահեստամասերը ժանգոտ, ձեզ խաբելու համար եւ ձեր կշռման գործընթացը, երբ դուք հաշվարկներ կանեք, որն է բալանսը եւ որը չէ, կվերածվի ոչ թե քաղաքական հաշվարկի process-ի, այլ բարձ խուժանության, ինչով եւ զբաղված է Ռուսաստանը Հայաստանում թե անմիջականորեն, թե իր այս Մարիա Զախարովայի հայկական բերաններով հանդերձ։ Ուրեմն խոսքը տեսեք ինչի մասին է։ Որ ոչ թե Հայաստանը սենց շպագատ նստած ու սենց ճողված էլ շարունակի մնալ, անունն էլ դնենք բալանս, այլ հարցը թե ինչից է պատրաստված այդ կշեռքը։ Երբ այդ կշեռքը կլինի հայկական, կլինի եվրոպական ստանդարտներով պատրաստված, այո, մեր քաղաքականությունը կլինի բալանսավորված, չգիտեմ, եւ այլն։ Հա, բայց դա ձեռք է բերվում միայն մի դեպքում, երբ Ռուսաստանն այդ կշեռքին մատով կպնելու հնարավորություն չի ունենում։ Կարող ձեր ինչ։ Հիմա ունի։ Ոնց թե, էլ ոնց ունենա։ Ասում են եռագլուխ պատերազմի կուսակցություն։ Ոչ, տեղել եք մաթեմատիկայում, տեսեք ձեր կշեռքը տեղել խափեց ձեզ։ Եռագլուխ չի։ Շատ ավելի բազմագլուխ եւ բազմագլխիկ է։ Ճիշտ է։ Ու այդ աղբը ծառայում է մի բանի համար։ Պուտինի համար։ Պուտինի։ Եթե մենք մեր ախտորոշման մեջ սխալվում ենք, ձեր կշեռքն էլ չի աշխատում, մենք էլ ստանալու ենք եւս 5 տարվա խորհրդարանական մղձավանջ։ Մղձավանջ
Եվ պետությունը եւս 5 տարի թռվռալու է մեկ ոտքի վրա։ Մյուս ոտը նվիրելով Պուտինին հանուն ոչինչի։ Իդեպ երեկվա այդ դեպքերն էլ դուք ձեր այս նախաբանում կարդում եք, թե ինչ սահմանափակող այդ բեսպրեդելի է անցել Ռուսաստանը։ Այսօրվանից նոր սահմանափակում։ Ահա, նոր սահմանափակում, ընդ որում դեռ չհասած բաների։ Ասենք խաղողը դեռ օգոստոսից նոր սկսելու է, հա։ Կերասը նոր դուրս եկե, բալին էլ դեռ կա ժամանակ, բալ չկա դեռ։ Դեղցը դեռ ծիրանը չկա, դեղցը ուր է։ Բայց արդեն իրանք որոշել են, որ այդ ամենը խախտվում է։ Ամենամեծ խախտումը դուք եք, հասկանում եք, ձեր պետությունն ու խախտումը դրանք հոմանիշներ են։ Ինչ է դասում հիվանդություն։ Նաև հիվանդությունը եւ ձեր պետությունը, ընդ որում հոգեկան, մարմնական, պարազիտար, ինֆեկցիոն, դա ձեր երկիրն է։ Հասկանում եք։ Սա պետքա ֆիքսել, հա, դուք վեներական հիվանդությունների աշխարհի չեմպիոն եք, ախր այդ հիվանդությունից քիչ խոսացեք, էլի առողջության մասին են մտածում։ Ապակի լվալու հեղուկ խմող մեծ սեգմենտ ունեցող բնակչությանը ինչ առողջության տենց բան դառը, թե մեկ էլ Մեդվեդևն է առողջության մասին մտածում, որ ամեն ինչ վառվում է, խմում է, հետո էշ խոսում է, կամ գրի է առնում, որ ասենք բան էլի հանգարց կասկած ողել չմնա։ Էսա ամբողջ էս երեսպաշտությունը։ Եվ ամենամեծ բանը թող տեղ էլ իշխանությունը մի հատ էլ մտածի, հա։ Մի հատ հեռագիր է ուղարկում ծննդյան օրը շնորհավորելու։ Իդեպ ես էլ եթերից ուզում եմ շնորհավորել վարչապետին ծննդյան օրվա արդիվ, բայց շնորհավորելուց հետո մի հատ էլ զանգումը եւ հեռախոսը չդրած այս հայտարարությունն ա գնում։ Հասկանում եք, գոյություն ունի տականք հասկացությունը, բացարձակ տականք հասկացությունը եւ գոյություն ունի չեկիստ տականք հասկացությունը, որը ես գրադացիան եմ բերում, հասկանում եք։ Սա այն բացառիկ եւ ավարտունից անդին է, այն կողմ եւ բոլոր այդ ձգտումները նրանց հետ այնուամենայնիվ, հա, այն business as usual ռեժիմով գործեր տանելը, դրանք վտանգավոր իլյուզիաներ են եւ անիմաստ ժամանակի կորուստ եւ վաղ թե ուշ էլի միևնույնն է գալու եք սրան։ Տեսակ ծաղիկներով ինչ լավ է ստացվում։ Մենք տեսնում ենք, որ արդեն բազմաթիվ տեսանյութեր ենք հանդիպում Ուկրաինան մեծականակ ծաղիկներ է առնում Հայաստանից։ Վարդեր։ Պարոն Մերաբյան։ Եվ այլն, աշխատեք, ժողովուրդ, աշխատեք, աշխարհը կլոր է եւ բաղկացած ունի 4 կողմ, այլ ոչ միայն հյուսիս։ Պարոն Մերաբյան, վարչապետ Փաշինյանը այսօր հայտարարեց, որ նախ գործադիրը սուբսիդավորելու է տնտեսվարողներին, որպեսզի իրենք ֆինանսական կորուստներ չկրեն այն ապրանքները, որոնք չեն կարողացել արտահանել Ռուսաստանի բաժանմիջոցների պատճառով, եւ նաեւ կարեւոր հայտարարություն արեց, ասաց, որ շնորհակալ է միջազգային գործընկերներին, որոնք արձագանքել են եւ այդ թվում եւ ծաղիկի եւ նաեւ այլ ապրանքատեսակների, որոնց անունները դեռ չի տվել, այդ մասով արդեն բիզնես պատվիրակություններ կան այդ երկրներում, նրանք վարչապետի խոսքից ընկալվում էր, որ պատրաստ են որոշակի խմբականակ ապրանքների ընդունել։ Այո, ես գոնե այդպես հասկացա, եւ դա միակ ճիշտ որոշումն է, որ կարելի է այս պահին ընդունել։ Ես ինչ էլ որ չասած, ակնհայտ է դառնում մի բան, տեսեք, Հայաստանի են կրիտիկական ապրանքատեսակները թե ներմուծման, թե արտահանման համար, մեր արտահանման, նրանցից ներմուծման, Ռուսաստանի հետ մենք ինչ ունեցել ենք, հստակորեն մեծավ մասամբ կարելի է փոխարինել Ուկրաինայի եւ Ղազախստանի հետ համագործակցությամբ։ Էլ չեմ խոսում Եվրամիության մասին։ Էլ չեմ խոսում դրա մասին։ Հիմա փորձելու են գազով, չէ՞։ Տեսեք, գազի հարցով էլ
մենք եւս կարող ենք Եվրամիության հետ համագործակցաբար Վրաստանի տարածքով Եվրամիության քվոտաներով Ադրբեջանից գազ վերցնել։ Այո, կարող ենք Եվրամիության հետ համագործակցաբար կրկնում եմ։ Եվ սա կլինի փոխշահավետ բոլորի համար։ Իսկ եթե ասում եմ, եթե հանկարծ Գազպրոմը գազի գնին մատով կպավ, ապա նա կզրկվի եւ պետք է զրկվի եւ վաղ թե ուշ կզրկվի, հա, իր այս խուլիգանությամբ ձեռք բերված գազատրանսպորտային համակարգի սեփականության իրավունքից, այնպես ինչպես դա տեղի ունեցավ հեծի դեպքում։ Հիմա այս իմաստով ես էլ եմ ասում, միակ վախենալու բանը մեզ վրա վախ են ծախում այդ բազմագլուխ եւ բազմագլխիկները վախ են ծախում մեզ վրա։ Եվ ուզում եմ ասել մի բան, միակ վախենալու բանը Հայաստանում, որ մնացել է, դա ինքը վախն է։ Վախենալու բան չկա այլևս։ Գոյություն չունի եւ փառք Աստծո։ Հայաստանը 2020 թվականին պարտվեց։ Այս էլի գալով բանավեճին, այս բանավեճը, որ 4 ժամ մարաթոն, սա 100 մետրանոց վազք չէ, էլի։ Հենց գազ տաս դուրս գաս։ Սա լավագույն լուստրացիա է բոլոր նրանց, ովքեր ուզում են Հայաստանին թողնեն այդ պարտության տակ, որ Հայաստանը դուրս չգա այդ պարտության տակից։ Հայաստանն ուզում է կոնֆլիկտը փակել։ Նրանք անում են ամեն ինչ, որ կոնֆլիկտը չփակվի։ Հայաստանն ուզում է, որպեսզի հարևանների հետ հարաբերություններում կոնֆլիկտոգեն հարցեր չլինեն կամ կառավարելի լինեն, այս մարդիկ ամեն ինչ անում են կոնֆլիկտոգեն հարցերը նույնիսկ չեղած տեղից էլ այն մատից ծծել հանել դուրս եւ թքել եթեր ամեն անգամ։ Այն գիտեք ինչ, թունավոր օծեր կան, չէ՞ որ կծում եւ թունավորում են։ Եվ կան թունավոր օծեր, որոնք հերրահար թքելով են թունավորում, հերիք եղավ։ Պետությունը չի զբաղվում սրանով, չի զբաղվում եւ ոնց որ խառնել է ինչա դեմոկրատիան, ինչը ոչ։ Ահա թե ինչու եմ ես մատնացույց անում այդ անհրաժեշտությանը ընդդիմափոխության։ Ես դրա համար պետք է քվեարկել համար 18-ին հանուն հանրապետության կուսակցությանը մեր ներկայությունը պարլամենտում վերջ կտա այս այլանդակությանը։ Թույլ չի տա նման բան լինի եւ իշխանությանն էլ ձիգ կպահի։ Այո, մենք կստիպենք իշխանությանն աշխատել։ Մենք իրական հարցեր կբարձրացնենք, հարցեր, որոնք Հայաստանին առաջ պետք է տանեն։ Եվ այս անհոգությունը, այս ժամանակի վատնումը, հա, ամեն սադիկայի բերանը փակելու համար, ռեսուրսի, ժամանակի վատնումը մենք ուղղակի թույլ չենք տա։ Ուղղակի թույլ չենք տա։ Պարոն Մեհրաբյան, Եվրոպական միությունը դատապարտում եւ անընդունելի է համարում Ռուսաստանի գործողությունները Հայաստանի դեմ, միաժամանակ նշում է, որ Ռուսաստանը նպատակային վնասում է Հայաստանի տնտեսությանը, որպեսզի ազդի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա, եւ Եվրամիությունը նշում է, որ կաջակցի Հայաստանին այս հարկադրանքի փորձերը հաղթահարելու համար, հա։ Հիմա աջակցելու պահն է մարդիկ արմավիրի ճանապարհին ելակները հետ բերած մարդիկ տնտեսվարողները շարած չգիտեն ոնց վաճառեն, թեև ի պատիվ իրենց նրանց մեծամասնությունը պնդում էր, որ չեն ոչինչ թող մի քիչ էլ նեղություն են քաշելու, բայց չեն տրվելու Ռուսաստանի այս սադրանքներին։ Եվրամիությունը այստեղ ինչ կարող է անել Հայաստանի համար։ Մենք ինչ կարող ենք անել, գնալ այդ ելական տեղից ու առնենք։ Նախ եւ առաջ, այո, Հայաստանի քաղաքացիները պետք է գնեն հնարավորինս շատ ելակ, կոմպոտ փակեք, մուրաբա սարքեք, հյութ սարքեք, կերեք, անուշարեք։ Այո, հիմա մենք հենց ովքեր էին խոսում, ազգային միասնություն, այս է ազգային միասնություն, այստեղ ազգային միասնություն։
Մեկ, երկրորդը, այո, սառնարանային տնտեսությունների հնարավորությունները պետք է մոբիլիզացնել եւ սա շուտ փչացող ապրանք է։ Այո, մենք պետք է հարևան երկրի, հատկապես Վրաստանի հետ պայմանավորվենք եւ այո, նաեւ խնդրենք այս հանկարծակի ստեղծված, չնայած սпасելի էլի, բայց հանկարծակի ստեղծված այս մարտահրավերը համատեղ դիմագրավելու։ Մենք երկար կհիշենք նման աջակցությունը Վրաստանի կողմից։ Եվ իհարկե մնացած ապրանքատեսակները, որոնց դեռ չհասած արդեն Ռուսաստանը սահմանափակումներ է մտցրել, դրա հետ կապված մենք այո պետք է գնանք այն մոլդովական ֆորմուլայով, որ Եվրամիության հետ պայմանավորվենք այս տարվա բերքը Եվրամիությունում սպառվելու ուղղությամբ եւ հաջորդ տարվա բերքը արդեն եվրոպական ստանդարտներին համապատասխանեցման ինտենսիվ գործընթացը համատեղ կազմակերպելու պայմանով անլուծելի հարց չկա։ Ես ուշադիր լսեցի մեր էկոնոմիկայի նախարարին եւ փաստորեն մեր ջերմոցային տնտեսությունները լավագույն եվրոպական ստանդարտի արդեն իսկ կան։ Հետևաբար մենք ընդհանրապես այստեղ խնդիր չունենք։ Այո, պետությունն իր մաքսիմալ աջակցությունը այդ լոգիստիկ հարցերի լուծման մեջ այո պետք է ցուցաբերի։ Եվ նաև այո, ինչ որ ժամանակով էլ այս սառնարանային տնտեսությունները, հա, մեզ մոտ որ կա, եթե իր ծավալներով պակասություն է անում, ապա այո, ինչ որ ձևով արտոնյալ վարկերով կամ անտոկոս վարկերով խթանի այդ բիզնեսը, որովհետև գնալով դեռ մեր հողի կեսն է, որ չի մշակվում, որ մյուս կեսն էլ մշակվի Հայաստան մեզ արևի երկրում, այս ջրի առատության երկրում, հա, ուղղակի անպատկերացնելի է, թե ինչ ծավալի բերքի հետ ենք մենք գործ ունենալու։ Այս ամենը, այո, պետությունը պետք է ի վերջո գա հասնի մարզ, գա հասնի գյուղ, կառավարի ջրային ռեսուրսը, հողային ռեսուրսը, այդ սպառման, մթերման, վերամշակման հաբերը ստեղծի մարզերում։ Մեր կուսակցությունը բազմիցս է նման առաջարկով հանդես եկել, բայց պարզա չէ ընդդիմության այսպես կոչված պարագայում դրա մասին չեն խոսելու։ Եվ ընդդիմության մասով հենց նոր քննչական կոմիտեն տեղեկություն հայտնեց, որ բացահայտվել է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքեր, ուժեղ Հայաստանի համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանը ձերբակալվել է։ Քննչական կոմիտեի հաղորդագրությունը բավականին ծավալ է, բայց աչքի են զարնում թվերը 1.5 միլիարդ դրամ, 230,000 եվրո, 75,000 ԱՄՆ դոլար, 703 միլիոն եվրո, 763 միլիոն եվրո, մեկ այլ դրվագով 59 միլիոն դոլար։ Մի խոսքով տարբեր գումարներ կան։ Դե նորություն չի այս ուժի այն շարքերը, որ մենք տեսնում ենք, հա, բացահայտումները, բայց դե այնուամենայնիվ այս ծավալները դեռևս հետևանքներ չեն ունենում տվյալ ուժի համար, որպես քաղաքական միավոր, այսպես ասենք, հա, եւ այսօր էլ Տավուշի մարզում Սամվել Կարապետյանի կողմից հայտարարություն էր եղել, որ ինչ էլ լինի ինքը իր բառերն եմ ցիտում զադնի չի դնելու, հա, ինչից օրինակ, փողերի լվացումից թե ընտրակաշառքից։ Այն բանը չէ, Իվան Վասիլևիչը փոխում է պրոֆեսիան ֆիլմից, որ ասում էր, չէ, տանցուют все։ Հիմա էլ ինչ անեն։ Այս քաղաքական ուժը ինչ գործ ունի ընտրապայքարում, կարող եք բացատրել ինձ։ Չէ, կամ էլ ուրեմն ոնց էր Ալիկ Ալեքսանյան։ Ալիկ Ալեքսանյանը կամ էլ ինքնագլուխ ի հեճուկս ազնիվ Սամվել Կարապետյանի, ինչ որ ինքնագլուխ սենց միլիոնավոր դրամներ, դոլարներ, եվրոներ վերցրել եւ նենգաբար կաշառք է բաժանել, հա։ Ու լվացել։ Ի հեճուկս ազնիվ Սամվել Կարապետյանի ազգային բարերար։ Դե կներեք, այս ամենը քրեա իրավական եւ քաղաքական գնահատականի պետք է արժանանա։
Եվ եթե պետությունը այսօր չի դրսևորում ընդունակությունները նման կազմակերպված քրեական խմբավորմանը բնորոշ գործունեությամբ զբաղված կազմակերպությանը հանել ընտրություններից, ապա մեր քաղաքացիները պետք է լավ հասկանան, ինչի հետ գործ ունեն։ Ուրեմն ոչ մի ձայն մեզ վրա սա Պուտին բերող մեզ վրա Պուտին բերող կազմակերպություն է, ոչ մի ձայն մեզ վրա Պուտին բերողներին։ Պուտին բերողները թող գնան եւ ծնկաչոք լինեն այդ ելակ աճեցնողների եւ հիմա դրա ձեռը կրակն ընկածների առաջ։ Ծնկաչոք եւ ներողություն խնդրեն դրա համար, որովհետեւ իրանց գոյությունն է, որ Պուտինի լեզուն այդքան երկարացրել է եւ ձեռներն էլ Հայաստանի վրա։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ, համանուն կուսակցության ցուցակով ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Ռուբեն Մեհրաբյանն էր։ Մնացեք առաջինի հետ, ես Ժիրայր Ոսկանյան։